Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ Վարդգես Սարգսյանի կայացրեց արդարացման վերդիկտ մի գործով, որը մի ամբողջ ճանապարհ անցավ, սկսած խախտված իրավունքներից մինչև արդար դատական վճիռ։ Պաշտպանի խոսքով գործի հենց սկզբում թույլ չտվեցին մասնակցել մեղադրյալի առաջին հարցաքննությանը, պատճառաբանելով, թե քննչական գործողությունն արդեն մեկնարկվել է։ Դա դարձավ այս գործի ամենաճակատագրական սխալը։ Հետագայում հենց այդ իրավախախտումն էլ դարձավ արդարացման վճռի հիմքերից մեկը։ Մեղադրյալից ստացվել էր ինքնախոստովանական ցուցմունք, սակայն հետաքննությունը ցույց տվեց, նա պարզապես չէր կարող որևէ կերպ կապ ունենալ ենթադրյալ կաշառք տվողի հետ։ Նրանք տարբեր վայրերում էին աշխատում եւ անմիջական շփման որևէ հնարավորություն պարզապես չկար։ Իսկ ինչ եղավ կաշառք տված անձի հետ։ Պարզվեց նա մինչ օրս վկա է նույն գործով, ազգությամբ պարսիկ մի քաղաքացի։ Այս պատմությունը մեկ անգամ եւս հիշեցնում է. մի խոչընդոտեք պաշտպանների մուտքը քննչական մարմիններ։ Յուրաքանչյուր նման խախտում ոչ միայն խաթարում է արդար դատաքննության իրավունքը, այլև կարող է ամբողջությամբ փոխել գործի ելքը։ Արդարությունը հաղթեց, բայց թանկ գնով։ Կոռուպցիայի դեմ պայքարող դատական համակարգը երբեմն ծառայում է ոչ միայն արդարադատության սկզբունքներին, այլև բարոյական սկզբունքներին։ Երբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձը դուրս է գալիս արդարացման վճռով, մենք խոսում ենք ոչ միայն դատարանի նկատմամբ վստահության մասին, այլ նաև այն մասին, թե ինչպես անտեսված ընթացակարգերը կարող են նույնիսկ առանց աղմուկի փոխել գործի ողջ ընթացքը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես անհերքելի ապացույցները կարող են բացահայտվել, երբ պաշտպանող կողմին թույլ են տալիս ճիշտ դիրքավորվել նախաքննության ընթացքում։ 2024 թվականի հունիսի 12-ին Մեղրի Մաքսատան աշխատակիցների ձերբակալումը եւ հետագա դատավարությունները այս ամենի վառ ապացույցն էին։ Փաստաբանի խոսքով իր վստահորդն իրականում հանցավոր որևէ քայլ չէր կատարել, սակայն հայտնվելով նման իրավիճակում առաջին անգամ չէր կարողացել պաշտպանել իր իրավունքները եւ տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, փորձելով խուսափել կալանքից։ Մինչդեռ ըստ փաստաբանի, եթե վարույթն իրականացնող մարմինը գործերի սկզբանե օրենքի շրջանակներում եւ թույլատրեր իր մասնակցությունը հարցաքննությանը, ապա նման խնդիր չէր էլ առաջանա։ Ձերբակալման օրը վստահորդից Մեղրու Մաքսատան մաքսային ծառայող էր։ Լուրը իմացանք, որ ձերբակալվել է եւ Մեղրուց բերվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե։ Ես բնականաբար շտապեցի հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի հարազատների դիմումի հիման վրա ստանձնեմ նրա շահերի պաշտպանությունը։ Ինձ թույլ չտվեցին բարձրանալ վերև եւ ստանձնել վստահորդի շահերի պաշտպանությունը, պատճառաբանելով, որ նրա նկատմամբ իրականացվում են վարույթային գործողություններ, ապացուցողական եւ հարցաքննություն է իրականացվում, որը ընդհատվել չի կարող։ Մեր տեղեկություններով այդ օրը 10-ից ավել մաքսային ծառայողներ էին ձերբակալվել, մասսայական ձերբակալությունների շարք էր։ Եվ արդեն մեզ համար կանխատեսելի էր, թե ինչու կոնկրետ, ինչու է խոչընդոտվում, կոնկրետի մուտքը առաջին անգամ էր խոչընդոտվում վարույթ իրականացնող մարմին, ես նման խնդրի չէի բախվել, բայց հաշվի առնելով մեր նոր օրենսգրքում քրեական դատավարության օրենսգրքի առկա կարգավորումը, համաձայն որի փաստաբանի պաշտպանի մասնապես բացակայությամբ տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատանում դրանից հրաժարվում է։ Ես չշտապեցի շատ կտրուկ գործողություններ կատարել, որտեղ եթե վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր սխալվել, թույլ տալ քրեադատավարական օրենքի խախտում եւ անձին ձերբակալված հարցաքննել առանց պաշտպանի, դա, ինչպես ասում են, իր հետագա ազդեցություններ ունենալու վարույթի համար, դրա համար ես կոնկրետ չշտապեցի իրավիճակ փոխել եւ իհարկե որոշ ժամանակ անց իմ վստահորդը իջավ ներքև ձերբակալումից ազատված, արդեն ինձ համար հասկանալի էր, թե ինչու է նա ձերբակալումից ազատվել, բնականաբար տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, որ այո, կաշառք է տվել, կաշառք է ստացել։ Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով իր վստահորդի անմեղությունը վկայող փաստական հանգամանքները ձեռք բերելու համար ընդամենը պահանջվել էր ստուգել այդ օրվա մաքսային աշխատակիցների տեղաբաշխման վերաբերյալ լրացված եւ հաստատված փաստաթուղթը, որի հիման վրա աշխատակիցները կարող էին հերթապահության ընթացքում փոխել իրենց հերթապահության վայրը։ Պարզվել է, որ իր վստահորդը չի եղել այդ ավտոմեքենայի մոտ եւ հետեւաբար չէր կարող
կարող ճանաչել օտարերկրացուն, ումից իբրև կաշառք էր ստացել։ Ես շտապեցի արդեն իր հետ զրուցեմ, հասկանամ, թե ինչու է նա ինքնախոստովանական ցուցմունք տվել, արդյոք իսկապես մեղսագրվող արարքի հետ կապ ունի, թե ոչ, եւ պարզեցի, որ կապ չունի։ Նա ասաց, որ իմ հիշելով այդ օրը, ասաց, դե հստակ չեմ հիշում, բայց ես այլ կետում եմ եղել ծառայության, բայց քանի որ ինձ սպառնացին, որ կկալանավորեն, կտանեն կալանքի, կաշառքի դեպքերով պարտադիր կալանավորում է լինում, դե ես էլ ձերբակալված առաջին անգամ նման իրավիճակում ընդունեցի, որ այո, ես ստացել եմ այդ 10,000 դրամ կաշառքը։ Եվ իհարկե բնականաբար միանգամից պաշտպանության մարտավարությունը սկսեցին կառուցել նրան արդարացնելու ուղղությամբ, անհրաժեշտ հարցումներ իրականացրեցի, որոնք վարիթ իրականացնողը չէր արել, շտապել էին շատ արագ գործը ուղարկել դատարան։ Ես ստացա բորդեր համակարգի տվյալները, որտեղ երևում են, թե ովքեր են կոնկրետ այդ ավտոմեքենայի հետ, որը ներմուծման սրահից էր ներս եկել Հայաստանի Հանրապետություն մոտ գործել, կատարել մաքսային գործողություններ եւ մաքսային փաստաթղթեր են լրացրել եւ մուտքագրել համակարգ, մեզ շատ օգնեց այդ համակարգը իդեպ։ Օրվա հերթապահության ցանկը երբ որ տեսնում ենք, այսինքն մաքսային ծառայողները ամեն օր լրացնում են իրենց անվան դիմաց ստորագրում են, թե իրենք որտեղ են ծառայության եւ որ ժամից։ Այդ փաստաթուղթը հաստատվում է իրենց պետի կողմից եւ ըստ էության դրանով է հաստատվում, թե այդ անձը այդ օրը որտեղ է եղել ծառայության։ Եվ ունեն մեկ բեձև, որը լրացվում է բացառապես այն ժամանակ, երբ որ մաքսային ծառայողը հնդածած ծառայության վայրը փոխում է։ Օրինակ, ներմուծումից գնում է արտահանման սրահ, իհարկե ոչ իր ցանկությամբ, այլ իր վերադասի կարգադրությամբ։ Մեկ բեձևը լրացվում է, ստորագրվում է, որ այդ անձը ծառայության վայրը օրինակ ժամը 1-ից փոխեց։ Եվ դրանով արդեն հստակ երևում է, թե որ մաքսային ծառայողը որ ժամին որտեղ է իրականացրել ծառայությունը։ Սրա նպատակային նշանակությունն այն է, որ որևէ խնդիր առաջանալու դեպքում իմանան ով է պատասխանատու։ Հիմա այդ փաստաթղթերում իմ վստահորդը լրիվ այլ անցակետում էր ծառայության, նա ճառագայթային արտահանման սրահում էր ծառայության, իսկ մեր կաշառք տվողը ենթադրյալ ներմուծում սրահից էր մոտ գործել Հայաստանի Հանրապետություն։ Դրանք այնպիսի վայրերում են գտնվում, իհարկե նույն մաքսատան տարածքն է, բայց իրենք այնպիսի վայրերում են գտնվում, որ իրենք իրար ուղակի հանդիպել չէին կարող։ Եվ պարզվեց, որ իմ վստահորդը այդ ավտոմեքենայի հետ որևէ գործողություն չի կատարել։ Ընդ որում իմ վստահորդին մեղադրում էին այն բանի համար, որ նա հենց մաքսային փաստաթղթերը արագ ձևակերպելու եւ վառելիքի ավելցուկը չարձանագրելու համար 10,000 դրամ պարսիկ այդ վարորդից գումար էր ստացել։ Իդեպ այդ պարսիկ վարորդը մինչ օրս, ով կաշառք տվողն է իբրև թե ըստ նախաքննական մարմնի վարկածի, վկայի կարգավիճակ ունի, նա ոչ մի օր մեղադրել չի եղել։ Դատարանը հասկանալով, որ մեղադրանքը ամբողջությամբ փլվում է, քանի որ այդ հակափաստարկներին մեղադրանքն ուղղակի չէր դիմանում, ի վերջո ընդունեց արդարացման վերդիկտ, բայց մինչ այդ դատախազությունը հարցաքննման բերեց դատարան մեկ այլ աշխատակցի։ Դատախազությունը միջնորդեց հարցաքննել այդ օրվա մեկ այլ մաքսային ծառայողի, որովհետև ինչ որ գրություն էին բերել, որ ծանրաբեռնվածությունից ելնելով երբեմն լինում է, որ շատ արագ անհրաժեշտ է լինում, որ մի մաքսային ծառայողը մյուսին օգներ։ Հետևապես իմ վստահորդը այդ օրը հավանաբար հենց այդպես գնացել է այլ ծառայողի օգնելու եւ այդպես հանդիպել է կաշառք տվողին։ Մենք էլ էինք հարցում կատարել բնականաբար մաքսային ծառայության պետին, պարզելու համար ծառայության վայրը փոխելու կարգը ինչպիսին է եւ պարզվեց, որ մեկ բեձևը պարտադիր պետք է լրացվի։ Իսկ մեկ բեձևում այդ օրը իմ վստահորդը չկար, այսինքն նա ծառայության վայրը չի փոխել։ Եվ իհարկե մեղադրանքից իսկապես ոչինչ չմնաց։ Վստահորդս դատանում հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքներից, պատճառաբանելով, որ այդ պահին այդ շփոթության մեջ այդ երկյուղը կալանքի գնալու մենք բոլորս գիտենք դա ինչպես է արվում եւ ակնհայտ էր փաստաբանի խոչընդոտելը վարիթ իրականացնող մարմինը ինչու իրականացվեց որպեսզի ինքնախոստովանական ցուցմունքն ի վերջո ստացվեր եւ բնականաբար դատարանն էլ տեսնելով այդ
ապացույցների բացակայությունը արդարացիորեն կայացրեց արդարացման վերդիկտ։ Իբրև կաշառքի գումար տված օտարերկրացին, ով քննության ողջ ընթացքում եւ հետո ունեցել էր վկայի դատավարական կարգավիճակ, այլ ոչ մեղադրյալի, դատարանում շարունակ պնդում էր, որ կաշառքի գումար է տվել հենց Տիկին Ֆանյանի վստահորդին, մինչդեռ հետագայում պարզվեց, որ իրեն եւս կարծես մոլորեցրել են։ Մեր մեղադրանքի հետ առնչվող այդ պարսիկ վարորդը վկա էր, ընդ որում ուշագրավ էր նրա հարցաքննությունը դատարանում, երբ որ նա եկավ դատարան, եւ մենք փորձեցինք հասկանալ, ինչու է նա պնդում, որտեղ նա պնդում էր, որ ին վստահորդին կաշառք է տվել։ Ես հարցրեցի, ինչու՞մն է քո համոզմունքը, ասաց ինձ տեսանյութ են ցույց տվել, որտեղ ես իրեն գումար եմ տալիս, բայց նման տեսանյութ չկա, գոյություն չունի։ Ասում եմ նման տեսանյութ վարույթում չկա, եթե լիներ, կլիներ ապացույցների ծավալի մեջ, որտեղ դա ամենածանրակշիռ եւ աներկելի ապացույցը կլիներ։ Նա ասում էր, որ երբ որ մեզ տարան առերեսման, ին վստահորդն ինձ ասաց, որ ինձ մի պահ դուրս են հրավիրել եւ այդ պարսիկ վկան թարգմանչի հետ, քննիչի հետ մնացել է առանձին։ Նրանք առանձին զրուցել են, նոր ինձ հրավիրել են ներս։ Երբ որ հարցադրում ուղղեցի այդ վկային, ասացի, եղել է դեպք, որ այս երիտասարդին դուրս հրավիրեն քննչական սենյակից, նա ասաց, այո, դուրս են հրավիրել, ասացի, ինչ խոսակցություն է տեղի ունեցել ներսում։ Ասաց, ես քննիչին ասացի, որ ես ոչ մեկին ոչինչ չեմ տվել։ Նա ասաց, ոչ, տվել ես, տեսանյութ կա, եւ ես ասացի լավ տվել եմ։ Այս գործը վառ օրինակ է այն մասին, թե ինչպես դատական եւ քննչական սխալները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ։ Երբ իրավական ընթացակարգերը խախտվում են, պաշտպանին չի թույլատրվում մասնակցել սկզբնական փուլերում վարույթի ընթացքին, այն կարող է հանգեցնել ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև մարդու իրավունքների լուրջ խախտման։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է խստորեն հետևել օրենքներին եւ ապահովել բոլոր կողմերի մասնակցությունը արդարադատությանը։ Պաշտպանի բացակայությամբ տված ցուցմունքը ունի 0 արժեք, 0 նոր քրեական դատավարության օրենսգրքում, եթե անձը դատարանում ասում է ես հրաժարվում եմ այդ ցուցմունքից, անկախ նրանից ինչպիսի ծանրակշիռ ցուցմունք է, ինչպիսի փաստեր է հիմնավորում, նոր քրեական դատավարության կարևորագույն երաշխիքներից է, որ ցանկացած անձ մեղադրյալ, ով հարցաքննվում է կամ ձերբակալված, պետք է ունենա պաշտպան։ Եթե անձը հրաժարվում է պաշտպանի ծառայությունից, դա իր իրավունքն է։ Բայց միևնույնն է, վարույթ իրականացնող մարմինը այդտեղ ռիսկ է կրում առանց պաշտպանի անձին հարցաքննելու, որտեղ անգամ եթե նա այդ պահին հրաժարվել է պաշտպանի ծառայությունից, տվել է ինքնախոս տվանական ցուցմունքներ, հետո արդեն պաշտպանով է հանդես գալիս վարույթում եւ դատարանում որոշում է հրաժարվել այդ ցուցմունքից, միևնույնն է այդ ցուցմունքը ոչ թե ոչ թույլատրելի է, այլ ինքը դառնում է սահմանափակ օգտագործման ապացույց, այսինքն իրեն հնարավոր չէ այլևս օգտագործել վարույթում, հրապարակել նույնիսկ, մի խոսքով ինքը կորցնում է իր ապացուցողական նշանակությունը։ Ի վերջո, այս գործը հաստատում է, որ արդարադատությունը ոչ միայն սահմանադրական, այլ նաև բարոյական խնդիր է, եւ ամեն մի սխալ քայլ կարող է փոխել ամբողջ գործի ընթացքը։ Հակակոռուպցիոն պայքարի հնչեղությունն ու դրանում ներգրաված բոլոր կողմերի պատասխանատվությունը ենթադրում են ոչ միայն արդար վճիռներ, այլ նաև սխալների հնարավոր արագ ուղում, ինչը կարևոր է երկրում վստահության վերականգնման եւ արդարադատության համապարփակ իրականացմամբ։ Ալավերդի քաղաքում ամառային օրը վերածվեց լարված եւ վտանգավոր միջադեպի։ Մի սովորական վեճ, որը սկսվել էր անձնական հարցերի շուրջ, հաջորդ օրը վերածվեց արյունալի հաշվեհարդարի։ Քննությամբ պարզվել է, որ մի օր առաջ նույն Ալավերդի քաղաքի նույն թաղամասում 3 համաքաղաքացու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, սակայն վեճը չի մոռացվել։ Հաջորդ օրը 42-ամյա տղամարդը բրեժխնդրությամբ լցված իր ձեռքում պահած Մակարով տեսակի ատրճանակը հայտնվեց նույն վայրում ու սկսեց կրակ բացել իր հետ վիճաբանող անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ մարմնական ծանր վնասվածքներ, իսկ հանցագործը հասցրեց արագ լքել դեպքի վայրը։ Օպերատիվ աշխատանքի շնորհիվ բարույթն իրականացնող մարմնին հաջողվեց ոչ միայն բացահայտել դեպքը, այլև ձերբակալել ենթադրյալ
հանցանք կատարած անձին։ 2024 թվականի հունիսի 10-ին խաղաղ կեսօրին ժամը մոտավորապես 13:45-ին Ալավերդու բժշկական կենտրոն շտաբ տեղափոխվում է 43-ամյա տղամարդ, որովայնի առաջնային պատի եւ վերջույթների հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Բուժկենտրոնը ահազանգում է քննչական մարմին։ Սկսվում է նոր քրեական պատմություն, որի բացահայտումն ավելի քան ուշագրավ էր։ 2024 թվականի հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ոստիկանության Թումանյանի բաժնից հանցանքի մասին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդել են օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային բազմաթիվ վիրավորումներ ախտորոշման բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ ԱՄՆ։ Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 10-ին քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության քննիչները ժամանում են Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս։ Այստեղ բազմաբնակարան շենքերից մեկի բակում դեռ պահպանվել էին արյան հետքերն ու փամփուշտները։ Քննությամբ պարզվեց, որ դեպքից մեկ օր առաջ հունիսի 9-ին նույն թաղամասում Երեմի աղբյուր կոչվող վայրի մոտ վեճ է ծագել 3 քաղաքացու միջև։ Անձնական խնդիրները վերածվել են լարված վիճաբանության եւ վեճը, որ պետք է ավարտվեր հենց այստեղ, մեկ օր անց վերածվել է արյունալի հաշվեհարդարի։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքին նախորդող օրը 2024 թվականի հունիսի 9-ին ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի Երեմի աղբյուր կոչվող տեղանքում վիճաբանություն է առաջացել նույն թաղամասի բնակիչ ԱՀՀ-ի միջև եւ թաղամասի մեկ այլ բնակիչների միջև։ Վերոգրյալի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով ԱՀ-ն դեպքի հաջորդ օրը արդեն հունիսի 10-ին ժամը 13-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ երկրորդ թաղամասի թիվ 30 շենքի բակում իր մոտ գտնվող Մակարով տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել ԱՄՆ-ի ուղղությամբ վերջինիս սպանելու դիտավորությամբ, սակայն հանցանք ավարտին չի հասցվել, քանի որ տուժողը տեղափոխվել է բուժօգնության, իսկ հանցանք կատարած անձը դիմել է փախուստի դեպքի վայրից Բագրատաշենի մաքսային անցակետով լքել է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քննչական գործողությունների ընթացքում կատարվել է դեպքի վայրի մանրամասն զննություն։ Ապացույցները հավաքվել են, հագուստները, արձակված գնդակները, տեսախցիկների ձայնագրությունները զննվել են։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական մի շարք փորձաքննություններ։ Կատարված դեպքի վայրի զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են թվով 6 հատ կրակված պարկուճներ, 2 հատ կրակված գնդակներ, իսկ տուժողի մարմնից բժշկական միջամտությամբ հանվել է 1 կրակված գնդակ։ Նախաքննությամբ ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 2024 թվականի հունիսի 11-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 10-ին ժամը 13-ի սահմաններում ԱՄ-ի հետ դեռևս չպարզված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու ժամանակ իր մոտ գտնվող ապօրինի կերպով պահվող եւ կրվող ատրճանակից ապօրինի կերպով պահվող փամփուշտներով առնվազն 6 կրակոց է արձակել տուժողի մարմնի ուղղությամբ շատերի կյանքի համար, այսինքն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է սպանել, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել։ Դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը տուժողին կյանքից զրկել ավարտին չի հասցել, դեպքի վայրում գտնվող անձանց կողմից տուժողին անհապաղ հուշաստատություն տեղափոխելու հետևանքով։ Տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող տղամարդը վերջապես հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նկատի ունենալով, որ անազատության մեջ գտնվող մեղադրյալի կալանավորելու կալանքի տանելու անհրաժեշտություն է առաջացել, որոշում է կայացվել մեղադրյալին ձերբակալելու մասին։ Սակայն հետաքննության մարմնի կողմից հնարավոր չի եղել հայտնաբերել մեղադրյալին եւ վերոգրյալի կապակցությամբ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2025 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող ԱՀ-ն,
ով վերցվել է արգելանքի եւ նույն օրը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Սեպտեմբերի 30-ի լուր գիշերն ընդմիջվեց Մայրաքաղաքի Սրտում Վարդանանց փողոցում տեղի ունեցած աղմուկահարույց դեպքով։ Ժամը 3-ի սահմաններում ոստիկանություն դիմեց 40-ամյա մի տղամարդ, հայտնելով, որ կեսգիշերին իրեն են մոտեցել մի քանի տղամարդիկ, հարվածել, նստեցրել ավտոմեքենան ու դանակով սպառնալով պահանջել իրենց հանձնել տղամարդու կրիպտոարժույթի միջոցով կանխիկացված գումարը։ Տպավորություն էր, որ հանցագործները տեղյակ էին նրա գումար ունենալու եւ անգամ այդ գումարի ծագման աղբյուրի մասին։ Տղամարդը զանգահարել է որդուն, ով էլ հանցագործներից մեկին փոխանցել է $250,000 եւ $50,000 համարժեք կրիպտոարժույթ։ Քննությամբ պարզվել է, որ հանցագործները տղամարդու մտերիմներից են իմացել այդ գումարների մասին ու պլանավորել իրենց սև գործը։ Այսպիսի դեպքերում է, որ պետք է խորհուրդ տալ, փակ պահիր բերանդ եւ մի վստահիր ոչ ոքի, որովհետեւ քո գլուխ գովալու պատճառով մի օր ավազակները կթալանեն քեզ, իսկ դու զարմացած կասես, ինչու այսպես եղավ։ Սեպտեմբերի 30-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչությունում հաղորդում ստացվեց Մայրաքաղաքի Վարդանանց փողոցի 40-ամյա բնակչից։ Վերջինս հայտնեց, որ կեսգիշերի մոտ իրեն են մոտեցել 4-ից 5 անհայտ անձինք, քաշքշել, հարվածներ հասցրել եւ ստիպողաբար նստեցրել ավտոմեքենան։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կեսգիշերին մոտ Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործների դեմ պայքարի բաժինը դիմել մի օտարիկա քաղաքացի եւ հայտնել, որ կեսգիշերին մոտ իր նկատմամբ կատարվել է ավազակություն։ Մասնավորապես 4 օտարիկացի անձինք իրենց շենքի մոտ փողոցում իրեն տեսնելով բռնել են ստիպողաբար քաշքշելով եւ հարվածներ հասցնելով նստեցել իրենց մեքենան եւ պահանջել, որ իրենց տրամադրի գումար, որը եղել է էլեկտրոնային գումարի տեսքով բիթքոյնի։ Քանի որ տեղյակ են եղել, որ իր հաշվին արկա է մեծ գումար բիթքոին տեսքով։ Սակայն անձը հայտնել է, որ այդ գումարի մի մասը արդեն վերածել է թղթադրամի ԱՄՆ դոլարի տեսքով, իսկ մի մասը դեռևս իր էլեկտրոնային դրամապանակին է։ Տուժողի խոսքով նրանցից մեկը դանակով սպառնացել է սպանել իրեն եւ ընտանիքի անդամներին, եթե չհայտնի իր մոտ արկա գումարների տեղը։ Այդ ժամանակ նրան ստիպել են, որ տան անդամներին խնդրի, որպեսզի իրենց կողմից ուղարկված մարդուն փոխանցեն այդ կանխիկացված գումարը, իսկ մյուս մասը ստիպել են, որպեսզի իր հեռախոսով էլեկտրոնային դրամապանակից փոխանցի իրենց հաշվի։ Կյանքի սպառնացող պայմաններում տղամարդը զանգահարել է որդուն, որը հանցագործներից մեկին փոխանցել է $250,000 ԱՄՆ դոլար եւ $50,000 համարժեք կրիպտոարժույթ։ Երբ իրենց կողմից ուղարկված անձը իջեցրել է կանխիկացված գումարը, իսկ իրենք ստիպել են, որպես էլեկտրոնային դրամապանակից փոխանցում կատարի իրենց էլեկտրոնային դրամապանակին, այդ անձին մի քանի րոպե իրենց մեքենայով քաղաքում շրջել են եւ եւս մի քանի հարվածներ հասնելով սպառնացել, որպեսզի չդիմի ոստիկանություն, այլապես իր եւ իր ընտանիքի հետ վատ ձևով կվարվեն։ Որը ժամանակ շրջելուց հետո կրկին վերադառնում են տուժած անձի շենքի մոտ։ 4 ավտոերկացիներից մեկը տուժողի հետ բարձրանում է նրանց բնակարան, որտեղ նա ընտանիքի անդամների մոտ կրկին սպառնում է, որ չդիմի ոստիկանություն, այլապես իրենց կվնասեն, որից հետո հեռանում է։ Չնայած հնչեցված սպառնալիքներին հանցագործների հեռանալուց հետո օտարերկրյա քաղաքացին այնուամենայնիվ դիմել է պատկան մարմիններին։ Քրեական ոստիկանության եւ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ավազակային հարձակումը կազմակերպել եւ իրականացրել էին տուժածի համաերկրացի 30, 40, 44 եւ 47 տարեկան տղամարդիկ։ Սակայն քաղաքացին դրանից հետո դիմում է ոստիկանություն, ինչից հետո ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզում են հանցանք կատարած անձանց ինքնությունները եւ նրանք հայտնաբերելով Երևան քաղաքի տարբեր հատվածներում ձերբակալվում են եւ ներկայացում նախաքննության մարմին։ Ներկայում իրականացվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ հափշտակված գումարներն ու կրիպտոարժույթը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մեր հեռուստադիտողներին հիշեցնում եմ, որ հանցանքի հետքով հաղորդաշարը տևական ժամանակ է սկսել է կարևոր է իմանալ էջը, որի ընթացքում ձերիս կողմից բարձրաձայնված խնդիրները քննարկվում են մեր երկրի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Եվ այս պահին մեր հյուրն է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Ֆարմանյան մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչ թեմայի մասին ենք խոսելու, առաջարկում եմ դիտել տեսանյութը մեր լրագրողի կողմից պատրաստված, որից հետո կանցնենք քննարկմանը։ Խնդրեմ։ Վերջին շրջանում ստանում ենք բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից, որոնց հարազատները գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հարազատները նշում են, որ երբ փաստաբանը հրավիրվում է գործի հետ կապված որոշակի հանգամանքներ քննարկելու կամ պարզելու քրեակատարողական հիմնարկ, ապա փաստաբանի մուտքը ինչ-ինչ հանգամանքներում արգելվում է։ Նմանատիպ դեպքերի քաղաքացիները հանդիպում են նաև վարույթն իրականացնող մարմիններում։ Ձերբակալված քաղաքացու տեսակցելու նպատակով փաստաբանը արդեն որպես ներկայացուցիչ փորձում է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ բարձրանալ իր վստահորդի մոտ, սակայն քննչական մարմնում հանդիպում է մի շարք խոչընդոտների։ Արդյոք այս գործընթացը, որը իրականացվում է վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից իրավաչափ է, ինչ կերպ քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները եւ ինչ քայլերի կարող են դիմել, երբ փաստացի բախվում են մի իրավիճակի, երբ փաստաբանն, ով եկել է անձի իրավունքները պաշտպանելու, նույնիսկ սեփական իրավունքները չի կարողանում պաշտպանել։ Շնորհակալ եմ։ Փաստացի մեր հաղորդման առաջին կեսում մենք կրկին դեպք ունեինք Արմինե Ֆանյանի մասնակցությամբ, ով ներկայացնում էր իրավիճակ, երբ իրեն էլ արգելել էին փաստացի տեսակցել իր վստահորդին, հետագայում իհարկե ունեցել ենք արդարացման դատական ակտ եւ այդ հանգամանքը բնականաբար մեծ նշանակություն է ունեցել։ Խոսենք հենց այսպիսի իրավիճակի մասին, որտեղ վերջին շրջանում նմանատիպ դեպքերը եւ բարձրաձայնված դեպքերը հատկապես շատ են, ցավոք։ Նայեք, նախկինում եթե մենք խոսեինք խոչընդոտումների մասին, քրեակատարողական հիմնարկ կամ այն վայր, որ անազատության մեջ է պահվում վստահորդը մեր, դրանք եզակի էին եւ այսպես շատ մեծ հնչեղություն էին ստանում, նույնիսկ զարմանք էին առաջացնում։ Հիմա տրամագծորեն հակառակ իրավիճակն ունենք եւ նույնիսկ մենք մեր մեջ գործընկերներով երբեմն հումոր ենք անում, ասում ենք, որ եթե այսօր խոչընդոտումով հաղորդում չենք ներկայացրել, ուրեմն ինչ որ փաստ լավ չենք արձանագրել կամ ինչ որ դեպք լավ չենք ուսումնասիրել, որովհետև բացառվում է, որ խոչընդոտում տեղի ունեցած չլինի։ Իհարկե, սա շատ մեծ նահանջ է արդարադատությունից, շատ մեծ նահանջ է իրավական պետության, տեսլականից, որովհետև դրանով խախտվում է բացարձակ եւ հիմնարար իրավունքը անձի, այն է պաշտպանության իրավունքը եւ այո քաղաքացիների մոտ առաջանում է այն թերահավատությունը, որ եթե իր իրավունքների պաշտպանությունը պատվիրակի փաստաբանին ու եթե փաստաբանը չի կարողանալու ինքն իր, մուտքը ապահովել քրեակատարողական հիմնարկ, վարույթ իրականացնող մարմին, քննչական մարմին, այդ դեպքում ինչպես է փաստաբանը կարողանալու առհասարակ պաշտպանության իրավունքին վերաբերող եւ բովանդակությունը հանդիսացող մյուս գործողությունները կատարել։ Այս թերահավատությունը մարդկանց մոտ իրավաչափորեն եւ շատ բնական կարող է լինել, սակայն ես տեղեկացնեմ, որ մենք բոլոր գործիքակազմերով հաղորդում հանցագործության մասին ուրեմն ներկայացնելով դա դատական հսկողության, եթե քրեական վարույթի նախաձեռնում իրազեկում են, որ չի իրականացվելու, դատական հսկողության ենք անպայման դիմում, այսինքն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այս անարդարությունը օր առաջ կասեցվի, սակայն դուք էլ գիտեք, որ քաղաքական գործերով առավելապես, քաղաքական պատվերի այսպես շրջանակներում եւ վերջերս մեր Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու գործերով մեր հանրությունը ականատես եղավ, որ տևական ժամանակ մոտ
փաստաբանները տեղեկացված 7-ից մինչև 10 ժամ ոչ միայն տեղեկացված չէինք ուրեն մեր պաշտպանյալները, այլ նաև ուղղակիորեն մուտք չէինք կարողանում գործել քննչական մարմնի տվյալ դեպքում, որտեղ որ կանգնած էինք Երևան քաղաքի քննչական վարչության շենք, որպեսզի անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերեինք, ապահովեինք նրանց ուրեմն պաշտպան ունենալու իրավունքը կամ որպես վկա փաստաբանով ներկայանալու իրավունքը։ Մի խոսքով, սա համակարգային խնդիր է, սա պետության կողմից արկածախնդրություն է, որ վերջաբանը վատ է լինելու իրավական տեսանկյունից։ Իհարկե շատ անգամ, երբ որ մենք այս թեզերը առաջ ենք քաշում եւ հետոյի մասին, ապագայի մասին ասում ենք, որ սա մեծ իրավական հարված է, մի ողջամիտ դատողություն է նաև երբեմն հնչում, որ դուք դեռ տեսեք պետությունը կանգուն մնում է, որ մի հատ էլ խոսում եք հետևանքների կամ իրավունքի պաշտպանության մասին։ Շատ ցավալի հարց է, բայց ստացվում է, որ նմանատիպ իրավիճակները դրսևորում են որոշ անհատների կողմից եւ ինչպես նշեցիք որոշակի պատվերի շրջանակում, սակայն երբ այս նույն գործերը գնան Եվրոպական դատարան եւ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվեն վճիռներ, մեր սովորական հարկատուների գրպանից այդ վճիռներով արձանագրված գումարները փաստացի վճարվելու են տուժողներին։ Ստացվում է, որ կրկին տուժում են այն քաղաքացիները, ովքեր հանդուրժում են այս իրավիճակը։ Միշտ տուժում են քաղաքացիները։ Տեսեք, ես զուգահեռներ անցկացնեմ, մեր փաստաբաններիս հարկային դաշտ բերելը եւ մեզ ավելացված արժեքի հարկով հարկելը, նաեւ շահութահարկը հաշվարկելը նույն իրավիճակն է, այսինքն տուժում է քաղաքացին։ Փաստաբանը ստիպված բարձրացնում է իր ծառայությունների արժեքը, որպեսզի կարողանա եւ իր հոնորարը, ողջամտորեն այդ գործին աշխատանքի համար նախատեսված հոնորարը գոնե ողջամտության սահմաններում լինի եւ նաեւ կարողանա հարկը տալ։ Իսկ ով է տալիս այդ հարկը, տալիս է քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիները ռեզիդենտ չհանդիսացող նույնպես փաստաբանների ծառայությունից օգտվում են, բայց մարդն է տուժում։ Անձը, որը դիմել է իրավաբանական օգնության, այսինքն իրավաբանական օգնությունն է այդտեղ թիրախավորվում եւ անձի իրավունքները։ Փաստաբանները կարող են ինչ-որ գումար քիչ աշխատել կամ ինչ-որ բան քիչ անել, բայց հարկերը պիտի տան, չէ՞, իսկ այդ հարկերը տալիս են այդ քաղաքացիների վճարած գումարների հաշվին։ Սա էլ է նույն պատմությունը։ Եվրոպական դատարանում վաղը մեր հարկատուներիս հաշվին այդ վճարները, որ Եվրոպական դատարանը որպես փոխհատուցում կսահմանի դատական ակտերում, էլի մարդկանց գրպանից է գնալու, բայց սրանք չեն վախենում։ Չեն վախենում, այս պահին իրենք կարծես կյանքի մահու կռիվ են տալի իրավաբանության հետ։ Այո, ցավոք սրտի, այո։ Ոչ միայն պետության, ոչ միայն արժեքների, ոչ միայն դավանաբանական մեր ուրեմն արժե համակարգի կամ հայկականության, պետության հայկականության դեմ են կյանքի մահու կռիվ տալի, այլ հենց իրավաբանության, իրավական ռեժիմի կարգ ու կանոնի դեմ են կյանքի մահու կռիվ տալի, որտեվ այս պահին պիտի այս հարցը լուծվի։ Այս պահին ինչ որ ծրագիրն ու հասկանալի է բոլորիս ինչ ծրագիր, ինչ որ ծրագիր պիտի իրագործվի, հետևաբար իրանք արդեն ոչ մի բանի դեմ կանգ չեն առնում, որտեվ վաղը եթե Եվրոպական դատարանն էլ մի քանի տարի հետո, դատական ակտեր կայացնի, իրանք ուր կլինեն, շատ մեծ հարց կլինի, էլի։ Վերջին շրջանում ցավալի իրողությունների հետ մեկտեղ ունեցանք մեր գործընկերների ձերբակալման, այնուհետև կալանավորման գործողություններ։ Ես մի փոքր ուզում եմ անդրադառնալ հենց այս խնդիրներին։ Այսինքն ստացվում է իրավիճակ, երբ ոչ միայն խոչընդոտվում է մեր գործընկերների եւ մեր մասնագիտական գործունեությունը հենց բուն, այլ հենց մեր գործընկերները թիրախավորվում են եւ ընդհանուր միջև կալանավորման որոշումներ են կայացվում։ Այդ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, այսպես ասած, ճակերտավոր թեթև եւ գրեթե ոչնչից ստեղծված քրեական գործերով, որքանով է իրավաչափ։ Իրականում շատ մեծ աղետ է պետության համար, երբ որ իրավապաշտպանությունը հետապնդվում է եւ հետապնդվում է այսպիսի բիրտ մեթոդներով, Հայաստանը
միակը չէ ցավոք աշխարհում, որտեղ իրավապաշտպան լինելը կյանքի համար վտանգավոր է, բայց կային ժամանակներ, երբ իրավապաշտպանությունը այսպես ազատ, կոմֆորտ եւ շատ խրախուսելի, հա, ուրեմն գործունեության տեսակ էր։ Հիմա դառել է արդեն կյանքի եւ առողջության համար վտանգավոր, որովհետեւ մի ուրեմն կիսագրագետի, մի գրագետի, բայց ուրեմն դիտավորություն ցուցաբերողի, մի այնպիսի մարդու, որ ունի հեռահար ծրագրեր, թեկուզ քաղաքականության մեջ, թեկուզ պետականագործանության մեջ, որտեղ այլևս ինչ կատարվում է, պետականաշինության բնորոշում տալ չենք կարող, եւ մեկ էլ տեսնում ես այդ մարդկանց թեթև ձեռքով ու կամակատարների, հա, զարմանալիորեն, ես անկեղծորեն չգիտեի, որ այդքան այդ սխալ կամքը կատարողներ, հա, վատ կամքը կատարողներ ի հայտ կգային, բայց ըստ էության կան ու տեսնում ենք, որ կոտրվում է պետության իրավական ողնաշարը, հետապնդվում է իրավապաշտպանությունը, հետապնդվում են, կալանավորվում են, ձերբակալվում են իրավապաշտպանները, մասնավորապես փաստաբանները, իրավիճակներ, որոնք որ նույնիսկ այն ամենավատ երազում մենք չէինք կարող տեսնել։ Եթե մենք լինեինք մի բռնապետական ավտորիտար, հա, պետություն ու ինչ որ այսպես զարգացման, իրավական զարգացման սաղմնային վիճակում լինեին, գուցե այսքան վիճակը այդքան ակնհայտ չլիներ ու այդքան ցավալի չլիներ, բայց երբ որ մենք մեզ հռչակել ենք իրավական պետություն ու անում ենք տրամագծորեն հակառակը, արդեն սա դիտավորության համատեքստում սա շատ վտանգավոր գործընթաց է եւ ազատ անկման նման մի բան է։ Մանավանդ Ռուբեն Մխիթարյանի հետ կապված փաստաբան ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանալու ու այդ հույզերս կառավարելու եմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ այս մարդիկ, ովքեր որ այս խախտումներն իրականացնում են, բոլոր խախտումներ իրականացնող բոլոր դերակատարները, ովքեր որ պատասխանատու են եւ իրավական, եւ քաղաքական, եւ մնացած բոլոր գործընթացների համար պետությունում, իրենք սնվում են, հա, այս հույզերից, ուրեմն անհամաձայնությունից ու ոնց որ հակառակ ռեակցիայով սկսում են արդեն իրենց վատ վարվելակերը պրեսինգ անել, հետեւաբար ես այսպես լայֆխակ ասեմ, հա, մեր հայրենակիցներին, որ պետք է դիմադրել, նախ հուզական մակարդակում պետք է դիմադրել, չզարմանալ, չհուզվել, որ սիրտը չպատրի, հա, պատրվի մարդու։ Դա էլ է դժվար, սովորական վերաբերվել սովորական այնպիսի իրավախախտման, որ ես դրա համար պարապում եմ, հարգելի Տաթև ջան, ես պարապում եմ, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, որտեվ հա գիտեմ, հա, նաև ձեր վերաբերմունքը այս ամեն ինչին, որպես լրագրող, որպես փաստաբան եւ հասարակական ինստիտուտի ներկայացուցիչները առհասարակ շատ ծանր են տանում այս ամեն, այն իրական ներկայացուցիչները, թե չէ մյուսները այն որ կային հիմա չկան, խոսքը իրենց մասին չի։ Արդեն իրավական պայքարը դրված է ժամացույցային ռեժիմի վրա։ Չի լինում որևէ գործողություն, որ մնա ուրեմն առանց արձագանքի, չկա մի առերևույթ հանցանք, որը մնա առանց հաղորդման, չկա այնպիսի բան, հա, ապօրինություն, որը մնա առանց դատապարտման։ Ուզում ենք հասցնենք ամեն ինչ եւ ամենտեղ իրավական առումով եւ դա մեր հակակշիռն է եւ մեր դա հակա բայց իրավական գործողություններն են այս ապօրինությունների դեմ։ Այո, Տիկին Ֆարմանյան, քաջատեղյակ եմ այս օրերին ձեր զբաղվածության եւ այն ահռելի աշխատանքի մասին, որ կատարում եք, շնորհակալ եմ ձեզ։ Վերջին խոսքը թերևս մեր հեռուստադիտողին, ով խնդիրը բարձրաձայնել էր, այսինքն մենք փաստաբաններս պայքարի ճանապարհին ենք եւ կարծում եմ նաեւ պետք է այդ ուղղորդումը տանք մեր վստահորդներին, որ անգամ իրենց վրա ուղղորդված սլաքները մեզ վրա վերցնելով մենք իրավունքի պաշտպանություն իրականացնելու ենք մինչեւ վերջ։ Անպայման։
Շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Մեր հեռուստադիտողներին պարզապես ուզում եմ հիշեցնել, որ եթե այսօր մեր պետությունը կա պայքարող հայի տեսակի շնորհիվ։ Այնպես որ փաստաբանական համայնքը իրապես պատրաստ է կանգնել պայքարի եւ պայքարում է նաեւ այսօր հենց ձեր իրավունքների պաշտպանությունը իրականացնելու համար։ Թե դա կլինի այստեղ ներպետական ատյաններում, թե եվրոպական դատարանում, արդարությունը հաղթելու է միանշանակ։ Եվ կրկին հիշեցում, այնինչ որ մենք այստեղ խոսում ենք եւ քննարկում, կարևոր է իմանալ։ Իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ ձեր իրավունքների հնարավոր խախտման փաստը կարող է բարձրաձայնվել մեր եթերում, եթե զանգ տաք նշված հեռախոսահամարներին կամ գրեք մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին։ Զանգ տվեք հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։